Քարոզարշավի 10-րդ օրն է, 10 օրում 1 զոհ, ևս 10 ձերբակալված, անթիվ քրեական գործեր։ Քաղաքացիական պայմանագրի քարոզարշավն ընթանում է լարված միջավայրում։ Յուրաքանչյուր փոքր քայլ կամ խոսք, որը կարող է վնասել սեփական համբավին, սուր է ընդունվում քաղաքացիական պայմանագրի կողմից ոչ միայն Նիկոլ Փաշինյանի արձագանքի, Արի միլետը մի կնա, Ռոբերտ Սերջը և մյուսները, ովքեր միլետը հանգիստ։ Այլ նաև պաստառ պոկելու համար հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց կալանավորման ու մահվան դեպքերով։ Վարչական դույժ ենթադրող զանցանք կատարած անձին կալանավորել, ապա հոգեբուժարան էին տեղափոխել ՔՊ-ի պաստառը վնասելու համար։ Նույն օրը Հայաստան դաշինքի պաստառն էին պատառոտել։ Իրավապահների արձագանքը համաչափ չէր։ Կարծեմ հայտարարություն են տարածել, որ ուսումնասիրում են կամ փորձում են բացահայտել, բայց երեք ուշ գիշերվա դրությամբ դեռևս պաստառները հավաքված չէին եւ կարծեմ քաղաքային իշխանությունները դիտմամբ գիտակցաբար են դա անում։ Ուժեղ Հայաստանի 10 անդամ էլ 3 դարձան քաղաքացիական պայմանագրի ձերբակալության հերթական զոհերը։ Ուժեղ Հայաստանի մայիսի 17-ի իրազեկման ժամանակ քաղաքացիական պայմանագիրը ևս մեծավանում էր։ Դաշինքի անդամ Գոհար Մելոյանի խոսքով ձերբակալությունները հրահրված սադրանք էին ՔՊ-ի եւ տեղում քարոզարշավն անցկացնող Սուրեն Պապիկյանի կողմից։ Քաղաքացիական պայմանագիրը գալիս է քարոզչություն իրականացնելու։ Ինչպես հերթական օրը ուժեղ Հայաստանի համագիրները իրազեկման ակցիա են իրականացնում։ Մեր համագիրները տարբերանշաններով, առանձին հատվածում համախմբված կանգնած են եւ իրականացնում են իրազեկում։ Ինչ է անում քաղաքացիական պայմանագիրը, որը այդ պահին ուղեկցվում է եւ առաջնորդվում է պաշտոնատար անձի կողմից։ Առաջին, կար այլընտրանքային ճանապարհ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակեր իր հավաքն ու իրազեկումը։ Երկրորդ, մեր ժողովուրդը խաղաղ կանգնած էին եւ որևէ կերպ ոչ միայն չեն սադրում, այլև փորձում էին սադրանքի չտրվել։ Երրորդ, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները գալիս են, մխրճվում են սադրելով ժողովրդին։ Արդյունքում բերման են ենթարկում ուժեղ Հայաստանի 10 համագիրների։ Ապրիլից մայիս ուժեղ Հայաստանի անդամների խմբակային ու անհատական ձերբակալության ավելի քան 10 առանձին դեպքեր են եղել։ 14, ապա 17 անդամների բերման են ենթարկել, խուզարկել ուժեղ Հայաստանի մարալիկի գրասենյակը, ձերբակալել Գոհար Ղումաշյանին, Վերժինե Ստեփանյանին, կալանավորել Արթուր Ավանեսյանին։ Շարքը կարող ենք երկար շարունակել, բայց իշխանության թիրախը միայն ուժեղ Հայաստանի անդամները չեն։ Օրերս խուզարկություններ ու ձերբակալություններ եղան նաև Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում։ Սա բացահայտ անհավասար պայքար է, որտեղ թիրախավորված են ընդդիմադիր քարոզարշավի մասնակից ընդդիմադիր կողմերը։ Եվ սա արվում է անթաքույց եւ կալանավորումներով, ձերբակալություններով, իբր ընտրակաշառքի խոստումներով, բազմաթիվ անգամներ տեսնում ենք, որ դրանք չեն հիմնավորվում։ Իրավական համակարգը անկախ լինելու փոխարեն փաստացի ծառայում է Նիկոլ Փաշինյանին, պնդում է իրավապաշտպանը։ Հատուկ հրահանգ ունեն եւ գործում են Նիկոլ Փաշինյանի, հենց ծառայում են Նիկոլ Փաշինյանին եւ ոչ թե իրավապահ համակարգը ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Սա այնքան ակնհայտ է, որ համաչափության մասին խոսելը անգամ ավելորդ է։ Իսկ իշխանությունը անգամ վարչական իրավախախտումների դեպքերում է կալանքն օգտագործում որպես պատժի ձև։ Հաշվի չառնելով, որ միջազգային եւ տեղական բոլոր օրենսգրքերը հուշում են, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի է միայն ծայրահեղ դեպքերում։ Վախի մթնոլորտ ստեղծելն ու ընտրության մասնակիցների թվի կրճատումն է ներկա վարչախմբի խուճապահար վարքագծի պատճառը, ասում է քաղաքագետը։ Իսկական թիրախը Նիկոլ Փաշինյանի համար հենց սա է, որովհետև որքան ավելի մեծ լինի մասնակցությունը, այդքան ավելի մեծ կլինի հավանականությունը Հայաստանում անցնցում քաղաքական փոփոխություններ տեսնել։ Ինքը կալանավորելով մարդկանց, վախեցնելով մարդկանց, կարծում է, որ ավելի երկար կարող է մնալ կառավարական առաջին շենքի վարչապետական հաթոռին նստած։ Նախընտրական փուլում ձերբակալությունների ու կալանավորումների այս ալիքը ուղեկցվում է ոչ միայն օրենքի ակնհայտ խախտումներով, որոշ դեպքերում այն ողբերգական դեպքերի է հանգեցնում։ Իսկ եվրոպացի դիտորդների լռությունը քաղաքագետի համոզմամբ կասկածի տակ է դնում նրանց ժողովրդավարության բասյոնի կերպարը, ստեղծելով տպավորություն, թե նրանք առաջնորդվում են ոչ այնքան ժողովրդավարական սկզբունքներով, որքան այն հաշվարկով, թե տվյալ պահին որ իշխանությունն է ժողովրդավարության բասյոնի ամենահարմար տարբերակը։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։